Ուժեղ Հայաստան դաշինքի ցուցակում ամառային ուժեղ մանդատաթափ է։ Նախընտրական ցուցակից միանգամից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել, կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ ուժը կորցրած է ճանաչել նրանց գրանցումները։ Ավելի ուշ տարածված պարզաբանմամբ կուսակցությունը հայտնում է, թե որոշել է պաշտպանել կուսակիցներին իշխանության հնարավոր նոր ճնշումներից, հայտնում են, թե ընտրական ցուցակում ընդգրկված այն կուսակցականները, որոնք չեն հայտնվել անցողիկ տեղերում, թիմային քննարկումների արդյունքում կայացած որոշմամբ իրենց ներուժը կօգտագործեն կուսակցաշինության աշխատանքներում։ Որոշումը մեկնաբանել է նաև դաշինքի, այդպես էլ վարչապետ չդարձած առաջնորդը։ Դա գաղտնի պլանի մաս է։ Անվստահելի թիմակիցներ։ Բոլորը մեր թիմակիցներն են եւ մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են այդ բռնաճնշումներին, իրենք չեն կարող լինել անվստահելի։ Իրավագետ Արտաշես Խալաթյանը գտնում է, որ սա պարզապես ուժեղ Հայաստանի քաղաքական մարտավարությունն է, իրավաբանության հետ որևէ աղերս չունի։ Ասեմ, որ իրանք այլևս падգամավորի տեխնացու չեն, քանի որ մանդատները բաշխելու մասին որոշումը կա, իրանք այլևս անձեռնմխելիությունից չեն օգտվում։ ԳՀ դիմելու կարիք չկա, իրանք այս պայդրությամբ մասնավոր անձինք են։ Ովքեր падգամավոր չեն ընտրվել, որտեղ եթե ընտրվել են, պետք է սպասեն ազգային ժողովով մտնեն, եթե չէ, մասնավոր անձինք են, հետո ինչ որ ցուցակում են։ Իրանք ընդհանրապես նախընտրական շրջանում, այն նախընտրական շրջանում, որպեսզի ճնշումներով եւ այլն մրցակցությունը չաղճատվի, իրենց տրվում է լրացուցիչ երաշխիք, որ իրենց նկատմամբ քրեական հետապնդում, ազատությունից զրկել եւ այլն կալանք բան դատարան դիմելու համար դիմում են կենտրոնական ընտրական ազատժողով ստանալու թույլտվություն։ Բայց դա մինչեւ մանդատները բաշխելու մասին որոշման կայացումը կամ ուժի մեջ մտելը կամ ՍԴ-ի որոշումը, իսկ այս դեպքում ՍԴ-ի որոշումը եղավ վերջացավ, հաջորդ օրվանից իրական արդեն մասնավոր անձինք են ըրի։ Բացի այն մարդկանցից, ովքեր որ արդեն ցուցակով դարձել են դեպուտատ, էլի։ Իսկ ինչ ճնշումների համար է անհանգիստ ուժեղ Հայաստանը, հիշեցնենք, որ կուսակցության մի շարք անդամներ, համակիրներ, այդ թվում падգամավորի տեխնացուներ անցնում են ընտրակաշարք բաժանելու, բարեգործության արգելքը խախտելու հոդվածներով։ Հակակոռուպցիոն կոմիտեն թե նախընտրական շրջանում եւ թե նաեւ այժմ ձայնագրություններ է հրապարակում, թե ինչպես են դաշինքի հանրահավաքներին մասնակցելու, դաշինքի օգտին քվեարկելու համար գումար, հագուստ, նույնիսկ ուտելիք բաժանել։ Ուժեղ Հայաստանի իրավաբան ցուցակի երկրորդ համար Արամ Վարդևանյանն էլ ձայնագրությունների ֆոնին հայտարարել էր, թե քանի որ փետրվարից առ այսօր գործով անցնում է 258 մեղադրյալ, ապա խոսք չի կարող լինել զանգվածային ընտրակաշարք բաժանելու մասին։ Արտաշես Խալաթյանի խոսքերով ձևակերպումն իրավական մանիպուլյացիա է։ Իրականում սահմանադրական դատարանի մասին օրենքում կա մի դրույթ, որը որ ասում է, եթե կասկածը առաջանում, որը չի փարացում առայն որ արկա են համակարգային, զանգվածային, այնտեղ կազմակերպված, խախտումներ, ընդ որում մասշտաբը գրած չի, էլի։ Այսինքն պետք է առաջանա նման հիմնավոր կասկած, որը այլ ապացույցներով չերկվի։ Այդ դեպքում մենք կարող ենք խոսել այն մասին, որ օրինակ ազդել է ընտրությունների արդյունքների վրա, թե չէ։ Տվյալ, ասենք, ուղղակի այստեղ խնդիրը ուրիշ բանի մեջ է։ Եթե սահմանադրական դատարան օրինակ գնար այդ ուղղությամբ, դրա վերջը պետք է լիներ նոր ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեին։ Դու չես կարող անդիմության, ասենք, քվեները, ասես, հա դե սկի կեղծված է, բայց ընտրությունում տենց մնա։ Այսինքն այդտեղ այդ խնդիրը կա էլի, իսկ ինչ վերաբերում է ձեր ասած մարդու հայտարարությանը, որպես այդպեսին, դա ուղղակի քաղաքական, այսպես ասենք, քաղաքական հայտարարությունն է, որով փորձում են իրավական մանիպուլյացիա ստեղծել, այսինքն ինչքան պետք է լինի թվով այդ խախտումները, որպեսզի դու համարես, որ դա զանգվածային, այսինքն գնահատողական կատեգորիա է ինքը։ Բայց այդտեղ վտանգը նա է ու իրանք դրանից օգտվում են, դեսդեն, եթե այդ ուղղությամբ գնար ու փորձեր տաներ այդ կողմ, ուրեմն դրա վերջը պետք է լիներ նոր ընտրությունները։ Եթե իրանք ասեն, որ զանգվածային ընտրակաշարք կա, թեկուզ եթե ընդունենք, որ 400,000 ձենա կասկածի տակ, դա հիմքան նոր ընտրություններ։ Չես կարող ասես քաղաքական մեծամասնությունը օրինակ օքեյ է, ընդդիմությունը կեղծիքներով է ընտրվել։ Եթե անգամ ընդդիմությունը կեղծիքներով է ընտրվել, ուրեմն նոր ընտրություններ պետք է լինեն։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։